Բարի օր։ Բարի օր սար։ Էդ ինչ շտապ բան ուներ ինձ ասելու, որ վերեսկացել եկել Երևան։ Հա? Մենակ չսկսես էլ քո լացուկոցը, թե հոգնել եմ, չեմ դիմանում, չեմ քնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Չէ, Սակո։ Եթե մինչև հիմա կաշվիդ վրա չես զգացի, ուզում եմ 1000 անգամ ասեմ։ Էլի չես զգալու։ Օհո։ Էս ոնց որ խմած չես, հա? Սակո ես չեմ եկել դեսից դենից խոսամ։ Այդ տեսակ խոսակցությունը մեր մոտ վաղուց արդեն չկա։ Եկել եմ ասեմ, որ ես ու դու պարտք ունենք։ Պարտք ունենք տալու Աստծո առաջ։ Ու այսօրն է այդ օրը։ Հա, Սակո, կարող է դու հիմա ասես չէ, տեն չի, քեզ պատեպատ տաս, ասես ինքնասխալ, դու ես սխալ, մի խոսքով բոլորին սխալ հանես, բայց ասում չես կարա սխալ անես։ Հասկանում ես, Սակո։ Արի գոնե Աստծո առաջ մի փոքր մեղքերս քավենք։ Ինչեր ես խոսում, քաջիկ։ Ինչեր ես դուրս տալիս։ Ինչ պարտք, ինչ Աստված, ինչ բան, ինչ կապ ունի Աստված այս ամեն ինչի հետ։ Սակո, մենք այդ երեխեքին իրանց արմատներից կտրեցինք։ Ես երև մի քիչ շտապեցի Աշոտի հարցում։ Երև պիտի չասեի։ Բայց մեկը այդ տեսակ խոսակցությունները մի օր բացվելու էր ու անպատիժ չէր մնալու։ Ես սկսեցի, դու էլ ավարտեցիր։ Սակո, դու ես չէ Հայկոին բռներ տվել։ Հիմա կասես չէ, գիտեմ, բայց դու ես բռներ տվել։ Ով չի իմանում, որ գյուղի սաղ ջահելները քո տաղում եկել Արմոյի ընկերներն են, իրանք էլ այդ ամեն ինչը կազմակերպել են։ Ահա, տես մի նայ։ Ես հաստատ այդ չի անի։ Կարող է Հայկոին տենում եմ, իմ երեխուն եմ հիշում, բայց այդ բանը չի անի, ու դու շատ լավ գիտես այդ մասին։ Հիմա գոնե այդ երեխեքին հանգիստ թողենք իրանց կյանքով ապրեն։ Քաջիկ դու ուղակի դուրս ես տալիս առանց հասկանալու, լուրջ եմ ասում։ Այդ քո ասած խեղճ ու կրակ տղեն իմ երեխուն է սպանել, իմ երեխուն։ Բա քո երեխեն։ Քո երեխեն էլ իմ երեխուն է սպանել։ Մոռացել ես, հա։ Բռնի տարավ, որը հետ ամուսնանար, մոռացել ես, հա։ Հայկոն ուզեցել է իրանց սերը պահի։ Հա։ Սակո ինչ եմ ասում քեզ։ Գոնե այսքանից հետո խիղճ ունեցի, թող այդ երեխեք իրանց կյանքով ապրեն։ Եթե ես երեխեքի հարցում բան չեմ ասում, ուրեմն դու էլ պիտի բարդ խոսաս։ Շատ արագ ես քշում նա։ Մենակ չասես, որ վախենում ես։ Գիշերը ուր էիր։ Իմացել եմ, որ տունը չես աղել։ Արմո, քեզ ինչ։ Իմացար, որ Միքոն է հայտնվել։ Հա։ Ու այդ ումից ես իմացել։ Պապատ չեր ասի քեզ։ Ես էլ քեզ ոչ մի բան չեմ ասել։ Արմո, հավատա, շատ փոքր քաղաք է, ու լուրերը արագ տեղ են հասնում։ Մոտենում ենք այդ տարածքին, զանգի տես որտեղ են։ Դու դրա հետ էլի կապի մեջ ես։ Արմո, ես քեզ հարց տվեցի։ Հարց եմ տալիս քեզ Նարե, դու դրա հետ էլի կապի մեջ ես։ Իսկ կլինի դու էլ իմ հարցին պատասխանես։ Դու հասկանում ես, չէ՞, պապան ու քաջիկը հիմա իրար հետ են ու կռվում են, երկուսս էլ գիտենք ինչի համար ու ինչ կլինի։ Հիմա ժամանակ ես գտել հարց տալու։ Կանգնի ստեղ։ Դու ցնդել ես։ Կանգնի, խոսենք, հասկանանք, կգնանք։ Հենց հիմա կանգնի։ Էս է չէ՞ տալի աղբերս։ Երկու հատ էլ սրանից։ Դեր դա։ Դրանից։ Ուրիշ ինչ-որ բան պետք է։ Չէ։
Նարի ասում եմ կանգնի խոսենք։ Արմո մի հատ հավաքի քեզ, դու քեզ ում տեղն ես դրել։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ, ոչ է բացատրություններ եմ տալու քեզ։ Նարե զգուշ։ Նարե։ Նարե։ Շապոկություն կաշը։ Ալո։ Շտապ կաշը։ Նարե լսում ես ինձ։ Նարե։ Հիմա ինչ ա ուզածդ, քաջիկ։ Չեմ հասկանում ինչ ես ուզում։ Նիկոն է եկել գյուղ։ Հետո ինձ ինչ։ Հետո այն որ տղուտ ու Արմոյի ընկերները չեն թողում այդ երեխան գյուղ մտնի։ Այդ երեխան այն ժամանակ է գալիս գյուղ, որ լրիվ տների լույսերն անջատած է լինում։ Ու առավոտ շուտ գնում այն ժամանակ, երբ որ լա ակտորն էլ կանչած չի լինում։ Ինչ արե Նիկոն, կարաս ասես Սակո, ինչ արե այդ երեխան։ Եթե դու ուզենաս այդ ջահելներին ասես թող Նիկոն քաշվեն։ Մեղք է այդ երեխան։ Ինչ արե։ Եթե քեզ բերանը լասես կհասկանան։ Ես ինչի պիտի իրենց համար ինչ-որ բան անեմ, հա? Եթե նեղում են, եթե ինչ-որ բան են ասում, ուրեմն արժանի են։ Այսինքն արժանի են։ Բայց ես ու դու ինչ ենք արժանի։ Մեր ընկերոջը թաղեցինք, արժանի էինք, հա։ Մենք դրան էինք արժանի, հա։ Քրոջը բախտի կամաճույքին ուղարկեցիր, հա։ Ինքը դրան էր արժանի, թե հաշոտու հերն ու մերը օրծերության դժվարության մեջ մեռան։ Դրան էին արժանի, հա Սակո։ Դու շատ չես խոսում մի քիչ, հա? Չես ուզում ձենդ կտրես։ Եթե ձենդ չկտրես, կստիպեմ, որ կտրես, քաջիկ։ Ես գիտեմ, դու այդ կարում ես անես։ Սակո, թող ես երեխեն հանգիստ ապրի։ Ինչ մեղքագործ է։ Այդ երեխեն որ գալիս է տուն, մոմի լույսով է ման գալիս տան մեջ, իրավունք չունի տան մեջ հանգիստ ապրի, հե։ Դու գիտես ինչի համար է մոմի լույսով ման գալի, հա։ Որտեվ քարով խփում են ապակիներին, խփում են լուսամուտներին, ջարդում են։ Ինչ արե։ Ինքը իրավունք չունի իր պապական տան մեջ ապրի, հե։ Տաղուտու Արմոյի ընկերների արած գործն է։ Եթե դու ուզենաս, դրանց կսաստես։ Ու դու պարտավոր ես անելու։ Սակո, հա, դու այդ բանը պիտի անես։ Ես սպառնում ես։ Չէ, ուղղակի ասում եմ։ Ես իմ ասածն ասեցի, մնացածը թողում եմ քո խղճին։ Եթե իհարկե ունես։ Ախպերս ինչ ես մտածում։ Մտածում եմ զանգեմ Նարեին։
Բայց որ զանգեմ ինչ ասամ, չգիտեմ։ Մի զանգի ուրեմն։ Երեք իրար հետ ենք եղել, գիշերը ուշ է գնացել տուն։ Մտածում կարող է ինչ-որ խոսակցություն բան ա եղել տանը։ Զանգի ուրեմն։ Բայց ամեն մտածում եմ երևի բարին էլ է սա որ ցենց ա որոշվել։ Էլ ոչ էլ զանգեմ, հա։ Ախպերս կլինի դու Նարեի համար 10-ից զանգեմ ճշտեմ, որ ամեն ինչ նորմալ է, դու հանգիստ լինես, իմ ներվերն էլ անիմաստ չխախտենք, էլի։ Լավ զանգում եմ։ Չի պատասխանում։ Դե ինքը իր որոշումը կայացրել է, ու երևի այս դեպքում բարին էլ է դա։ Ալո, Նարե։ Նարեն չի, դուք Նարեի հարազատն եք։ Հա, բայց ում հետ եմ խոսում, այս Նարեի հեռախոսն է։ Նարեին հենց նոր հիվանդանոց են բերել։ Վթար է տեղի ունեցել, ես հիվանդանոցի բուժքույրն եմ։ Մենք էլ ուզում էինք զանգել հարազատներին։ Բայց դուք տեղեկացրեք, հա։ Ինչ ա եղել, որ հիվանդանոցում է։ Նարը։ Նար։ Արմո, ես որտեղ ենք։ Հիվանդանոցում ենք, դու հանգիստ եղի։ Ոչ մի բանի մասին մի մտածի։ Ես կողքդ եմ։ Որտեղ է ցավում։ Գլուխս ահավոր ցավում է։ Անտանելի ցավում է։ Ահ։ Մի րոպե, սպասեք։ Հա, այդպես։ Բարիցես։ Վթար ա եղել։ Նարե Ադամյան անունով աղջիկ եմ բերել ձեր։ Հա, ես եմ զանգել, ես էլ ձեզ էի սպասում։ Նարեի վիճակը լավ է, պալատում է, ուղեղի ցնցում է ստացել, բայց դա շատ լուրջ չի։ Տղայի վիճակը ավելի լավ է, թեթև վնասվածք ունի ու մի քանի քերծվածք։ Մի րոպե, ինչ տղա։ Մեքենայի մեջ Նարեի հետ տղա էլ է եղել, բայց նրա բախտը բերել է, ոչ մի լուրջ բան չկա։ Կարող եք բարձրանալ վերև երկրորդ հարկ, 13-րդ պալատ, Նարեն են տեղա, կարող եք տեսնել իրեն։ Նարը, բայց լավ ես, մի քիչ էլ պարկի։ Դու լավ ես։ Ես իմ աչքին չեմ գալիս, երբ որ դու լավ չես լինում։ Վնասվել ես։ Դու իմ մասին մի մտածի։ Արի, հանգիստ դանդաղ կքայլենք։ Արմո, բժիշկան չի գլուխս պտտվում։ Սպասի, հանգիստ դանդաղ կքայլենք։ Արմո, գլուխս պտտվում է, երևի բժիշկան չենք։ Արի դու պարկի, ես կկանչեմ։ Հայկ, մենք հիմա ինչքան էլ հասկանանք ու գիտակցենք,
ինչքան էլ լուրջ վերաբերվենք այս ամենին, մեկը չենք կարողանալու իրարից հեռու մնալ։ Ու այս վերջին հանդիպումը չի լինելու։ Դրա համար այս պատմությանը մի ելք կա։ Ու ոնց ես պատկերացնում դու, որն այդ ելքը։ Մեզանից մեկը պիտի ամուսնանա։ Մերոնք չեն եկել դեռ։ Չէ, ոչ մեկի բան չեմ ասել։ Չենք մնալու չէ այստեղ։ Չէ, եթե քեզ լավ է զգում, մի քանի հետազոտություն էլ կանցնենք ու տուն կգնանք։ Գլուխս պտտվում է ու ահա որ ցավում է, խնդրում եմ բժիշկ կանչի։ Կկանչեմ, բայց միջև այդ բան եմ ուզում քեզ ասեմ։ Կներես ինձ նարը, որ ես տենց հարցեր էի տալիս։ Որ մտածում եմ կարար քեզ ինչ-որ բան լիներ, ուղղակի սիրտս կանգնում էր։ Այդ վթարի պատճառը համելի ես էի։ Արմո, մոռացի այդ։ Խնդրում եմ բժիշկ կանչի։ Ես ձերուն զանգեմ ասեմ ինչ է եղել ու գամ։ Բայց ձեր հարազատները ոնց որ թե տեղյակ էին։ Հա։ Հա, ձեր եղբայրներ ոնց որ թե այստեղ։ Վրամ։ Վրամ։ Չէ, ոնց որ թե անունը Հայկ էր։ Հայկ։ Հա։ Հայկը հիվանդանոցում է եղել։ Արդեն չէ, գնացել է, բայց ձեր հիվանդասենյակի դրան մոտ էր։ Ոնց է իմացել։ Հիմա գնամ դեղ բերեմ, այդ էլ կասեմ։ Հիմա ոնց անարեի վիճակը Արմո։ Լավ է, ձյացակո, հանգիստ եղեք։ Բուժքույրը կաթիլային է միացրել, հենց ավարտեց տուն են գալու։ Պապի, ես հենց հիմա գնում եմ հիվանդանոց։ Սպասի, բոլորս էլ գնում ենք։ Ձյացակո, մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է, ոչ մեկը էլ մի եկեք։ Հիմա որ բուժքույրը դուրս եկավ, կզանգեմ կխոսեք Նարեի հետ։ Չեմ հասկանում ոնց կարող է սենց բան լիներ, ոնց կարող է սենց բան լիներ։ Նարեին ասա, որ իրա զանգին ենք սպասում։ Լավ։ Վրամ, գնա հիվանդանոց, որ քրոջդ տուն բերես։ Չհասկացա, մենք հիվանդանոց չենք գնում։ Չլսեցիր ինչ ասեց Արմոն։ Երեխես հիվանդանոցում է Սակո, դու ասում ես Արմոն ինչ ասեց։ Արմոն ով է։ Մամ ջան, ցավը տանում, խնդրում եմ, հիմա հանգստացի, հա, ես գնում եմ հիվանդանոց, ընդեղից կզանգեմ կխոսաս։ Չհասկացա։ Էս ինչ տոնով ես խոսում հետս։ Հարցը քո երեխուն է վերաբերում։ Դու ես ինչ ես դարձել Սակո։ Առաջն արեն նույնիսկ մի փոքր էր որ հոգնում էր։ Դու բոլորին իրար էիր խառնում։ Ճանճ անգամ չպիտի տզար մեր տանը, որ երեխան կարողանար հանգստանալ։ Հիմա որ վթար է եղել, դու չգիտես ինչ է եղել, ինչ պայմաններում է եղել այդ վթարը։ Արմոն ասում է, դու շատ բան ասում Արմոն։
Ես հոգատար մայր ես ձևանում, հա? Ոչինչ նորմալ է։ Ես արդեն սովոր եմ, որ դու ինձ ծաղում ես։ Հա կարող է ես լավագույն մայրը չեմ եղել իմ երեխեքի համար։ Բայց այդ նրանից է, որ ես միշտ քո ստվերի տակ եմ եղել, միշտ։ Մի բառ, մի տառ անգամ չեմ ասել, որ հանկարծ Սաքոն իրեն վատ չզգամ, որ ամեն ինչ Սաքոյի ուզածով լինի։ Երեխեքից ցանկությունները հաշվի չեմ առել, որ դու քեզ լավ զգաս։ Հա! Այ ես մեկը նորություն էր։ Խոսի, տեսնեմ էլ ինչ ունես ասելու, ասա։ Գոնե մի անգամ դու ինձ հարցրել ես։ Անիկ ջան, ո՞նց ես։ Ինչ ես ուզում։ Ինչ ցանկություն ունես։ Հարցրել ես։ Ամեն օր առավոտից իրիկուն բանում եմ ձեր առաջ մի ամբողջ կյանք։ Մոռացել եմ իմ ցանկությունները, երազանքները։ Մոռացել եմ ինձ ինչի համար, որ քո ստվերը դառնամ, որ քո ցանկությունները հերթով կատարելով առաջ գնամ, ընտանիքս պահեմ։ Հիմա էլ ինձ ասում ես, Արմոն ասում է, երբ հարցը քո երեխուն է վերաբերում։ Նարեն, ինչ գործ ուներ Արմոյի հետ։ Բաժանվել է, ինչ է։ Այդ տղուն էլ տանել չի կարողանում։ Ինչ գործ ուներ Նարեի հետ մի մեքենայի մեջ։ Ինքդ քեզ չես հարցրել, թե քեզ արդեն հետաքրքիր չի։ Նարեն էլ շատ լավ վարորդ է։ Էդ ո՞նց ստացվեց այդ վթարը, Դու մենակ երեխեքիդ մեղադրելով, մեկին ասում ես, թասիբ չունես, գնա վրեժդ լուծի, մյուսին արհամարում ես, ինձ էլ ծաղրում ես, որ երեխեքից մասին է մտածում, դու ես ինչ ես Սաքո դառել։ Անիկ, դու լրիվ ցնդել ես, հա? Ցնդել եմ։ Քո համար ես ցնդել եմ, հա? Հա, ցնդել եմ, Սաքո։ Ոչինչ, ես արդեն սովոր եմ։ Ինչ ուզում ես ասա։ Ես արդեն ուղղակի հոգնել եմ։ Գույր ու խուլ ձևանալուց։ Երեխեքից սխալները չափազանցնելով մեղադրում ես, նեղանում ես, նեղացնում ես, բայց ով սխալ չի արել։ Ես, թե դու։ Անիկ, հիմա ես չեմ հասկանում, իրոք, լուրջ, ինչի համար այս խոսակցությունը, ինչ ես ուզում հետս կռիվանես։ Չես հասկանում։ Հա։ Նորմալ է, որ չես հասկանում։ Դու ինձ երբ ես հասկացել, որ ես արդեն սովոր եմ։ Ոչինչ նորմալ է։ Այսքան տարի դիմացել եմ։ Էլի կդիմանամ։
Ես ուր ես Հայկո ջան։ Մոռանում ես որ գործի ենք գալիս։ Սենց գնաց ամիս չեն կարողանալու հանենք։ Ինչ ա եղել, ուր էիր։ Հիվանդանոցում էի։ Չէ լուրջ։ Պիտի խոսենք։ Բարև Միքո։ Ասենք թե ասի բարև։ Ասում եմ պիտի խոսենք։ Հա պիտի խոսանք Միքո։ Ու հենց հիմա։ Ոնց որ թե խառնում ես, հա, Հայկո։ Վարո դուրս արի ու ոչ մեկի չթողնես մտնեն խանութ, մինչև ես ու Միքոն դուրս չգանք խանութից։ Շատ լավ ես արել, որ եկել ես։ Ու հիմա իրար կասենք այն ինչը այսքան ժամանակ չենք ասել, Միքո։ Ո՞վ է քեզ իրավունք տվել հետս տենց խոսալու, Հայկո։ Հələ ոչ մեկ ինձ չպիտի իրավունք տա քո հետ խոսալու համար։ Այ տղա։ Ոչ մեկից ես իրավունք չեմ սպասում, որ փոքր աղբորս ասեմ այն ինչ որ կա։ Ինչա քեզ թվում, որ մենակ դու ես դաժան կյանք տեսել, հա? Ինչա քեզ թվում, որ մենակ դու ես տանջվել։ Քո հետ եմ խոսում, ինչ ես քեզ սենց պահում, Միքո։ Ինչ ես քեզ սենց պահում։ Չեմ եկել որ հարցեր տաս։ Եկել եմ, որովհետև ես հարցեր ունեմ։ Ինչ տա կիսատ մնացել։ Ինչ ունես ասելու, որ չես ասել։ Ինչ գործ ունի Սոնան Վրամի հետ։ Դու որտեղից իմացար։ Ինչի գախնիկ էր։ Ասում են, որ դու տենց թույն աղբեր ես խաղում, լավ աղբեր ես խաղում։ Ինչ ես թողել, որ Սոնան կապ ունենա Վրամի հետ։ Ես որ Բերթից դուրս եմ եկել, այդ օրը Սոնան արդեն Վրամին բերել էր, որ քերու հետ ծանոթացներ։ Միջև այդ չեմ իմացել ոչ մի բանի մասին։ Հա, բայց հետո իմացել ես, չէ՞։ Ինչի ոչ մի բան չես արել։ Թե քո մոտ մենակ լավ աղբեր խաղալն է ստացվում։ Խոսայիր Սոնայի հետ, հասկացնեիր, բացատրեիր ովքեր են իրանք, ով է Վրամը։ Հենց բանը հասնում է իրական աղբոր պարտականություններին, քաշում ես աջ, հանգիստ կանգնում ես։ Ես ինչ եմ արել քեզ, Միքո, որ դու տենց լցված ես իմ հանդեպ։ Չեմ եկել քեզնից խոսալու։ Ինչ պետք էր քեզ ասելու, արդեն ասել եմ, Հայկո։ Ասել ես, բայց չես լսել։ Չեմ պատրաստվում լսեմ, հատկապես քեզ։ Տեղդ կանգնի հենց հիմա։ Մի քիչ ուշ չի ինձ նկատողություններ անելու, վրես գոռալու։ Ասա տեղդ կանգնի ու սուս լսի ինձ։ Վրամը արդեն հասնում է։ Ինչ եմ արել ես Միքո, որ պիտի չանեի, կամ ինչ չեմ արել, որ պիտի անեի, Միքո։ Մոռացել ես ում պատճառով ենք մենք այսօրվան հասել, հա։ Խոսա, մոռացել ես ում պատճառով ենք մենք հասել այսօրվան։ Հորս հանգիստ թող։ Հորդ անունը չեմ էլ տալիս, բայց արդեն հասկանում ես ում մասին եմ խոսում։ Իմ, քո, տատիի ու պապիի ճակատագիրը հերդ ա որոշել։ Հերդ։ Ինձ ու քեզ շան լակոտի պես վերցրին ու այդ գյուղից դուրս շպրտեցին, Միքո։ Շան լակոտի պես։ Ինչ էինք արել ես ու դու։ Ոչ մի բան չէինք արել, հիշում ես։ Հա։ Մոռացել ես, որ գնում էինք տատիին ու պապիին տեսնելու, 1000 անգամ ճամփեքներս փոխում էինք, որ ոչ մեկի չտեսնեինք։ Հիշում ես այդքանը, Միքո, ում պատճառով էր այդ ամեն ինչը։ Ում պատճառով էր, խոսա։ Ինչ ես հիմա ամեն ինչի մեջ ինձ մեղադրում։ Ինչ եմ արել ես։
Դրանից քո մեղքը չի քչանում։ Միքո, ինձնից ամեն ինչ խլել են։ Ինձնից ու քեզնից ամեն ինչ խլել են։ Ու արդեն իմ սիրած աղջկանել էին ուզում խլեին ինձնից։ Ինչ անեի ես։ Չգնայի, հա։ Չգնայի այդ աղջկան չօգնեի։ Չօգնեի այն դեպքում, եթե ամբողջ հույսը այդ աղջկա մենակ իմ վրա էր դրած։ Ով չգիտեր, որ ես ու Արփին սիրում էինք իրար։ Բոլորն էլ գիտեին, բայց բոլորն էլ թքած ունեին դրա վրա, գիտես ինչի։ Հա, գիտես ինչի թքած ունեին, որովհետև ես Աշոտի տղեն էի։ Ուրիշները իրենց հոր անունը տալուց գլուխները բարձր քայլում են։ Իսկ իմ ու քո համար Աշոտի տղեն լնելը վատ պիտակ էր։ Մոռացել ես այդ ամեն ինչը, հա։ Ես ինչ իմանայի ինչ պիտի լիներ։ Այն ժամանակ երեխայի ձեռս ճար չկար։ Չէի կարող ոչ ինձ պաշտպանել, ոչ էլ քեզ։ Ես ինչ իմանայի, որ հետո կարողանալու եմ պաշտպանեմ համ ինձ, համ էլ քեզ, Միքո։ Ու այդ ժամանակ ես գնում էի պաշտպանեի այն ինչը որ իմն էր։ Արփին խլում էին ինձնից, Միքո, նորից եմ հարցնում։ Կասես ինչ պիտի անեի, որ չեմ արել։ Հայք, հիմա դու ինչ խոսում ես, այդ ոչ մի բան չի փոխում։ Հա, ես կարամ հասկանամ քեզ, բայց դու կարաս հասկանաս ինձ։ Չէ։ Վստահ եմ, որ չէ։ Որովհետև դու քո ցավից ես խոսում, ես իմ։ Ախպերների դեպքում պիտի սենց չլինի, պիտի հակառակը լինի։ Բայց դու քո ցավը դրոշակ ես սարքել։ Դե Միքոն ինչ։ Միքոն երեխա է։ Միքոն պիտի շնորհակալ լինի, որ մորքուրի մարդը տեղա տվե, 4 պատա տվե քնելու համար, որ դուրսը չմնա։ Ինչ ես խոսում, այ տղա։ Ինչ ես սենց խոսում։ Աբոն քեզ հորիցդ շատ է ուշադրություն դարձրել։ Մոռացել ես։ Հա։ Այս հուզի իշտխուր տեքստեր կգնաս ուրիշ տեղ կասես։ Ես եկել էի Վրամի ու Սոնյայի համար հարցնեի, բայց մի անգամ է դեմքը ցույց տվեցիր։ Հայկո, քեզնից բաց է այս աշխարհում, էլի մարդիկ կան։ Ես ուղղակի ասում եմ, որ հիշես, հետո պետք կգա։ Որպես Սպասի տեսնեմ, որ շատ չես վնասվել։ Շատ է ցավում։ Չէ, լավ է, մամ ջան, լավ։ Մամ ջան, նորմալ է։ Ուղղակի բժիշկն ասաց, որ պետքա հանգիստ պարկած լինի, այդքան բան։ Ռամ ջան, մի մտածի, ես իմ Նարեին տեղը տեղին կպահեմ։ Հիմա որտեղ է ցավում։ Լավ է, մամ ջան, մի քիչ գլուխս է ցավում, բայց հեսա կանցնի։ Դե արի գնանք սենյակ։ Պապան տանը չի։ Պապան բեռների հետ կապված զանգ ստացավ, որ շտապ դուրս եկավ։ Ինքն էլ էր սպասում, որ գաս։ Չգիտեր, որ եկել եք։ Արի գնանք ննջարան։ Բասի, ես մի բարձներ դնեմ։ Սենվի, հարմարա։ Բալես, հիմա ինձ ճիշտն ասա։ Արման ոչ մի դիտավորյալ բան չի արել, քեզ չի ստիպել։ Չէ, մամ, Արման ոչ մի բան չի արել։
Բայց ոնց է ստացվել, որ մի մեքենայի մեջ եք հայտնվել։ Մամ, հիմա ինձ չես հավատում։ Դու ինչ կապ ունես։ Ես Արմոին չեմ վստահում։ Մամ, Արման ոչ մի բան չի արել, բայց նենց սոված եմ։ Հեսա կբերեմ համով բաներ, բայց չէ համով չեմ կարա բերեմ, որովհետև քեզ չի կարելի։ Ալո։ Բարև, Ոնց ես։ լավ եմ, իմացա, որ եկել ես։ Հետո։ Բայց զարմացա, որ եկել ես, բայց իմ մոտ չես մտել, ու ինձ չես տեսել։ Բայց ով ասում, որ չեմ տեսել։ Ուղղակի ինձ ջերմ ու լավ մթնոլորտ էր, որ չուզեցի խանգարը։ Հասկացա։ Արմոին ես տեսել։ Գիտես Նարե, երեք որ ասում էիր մեզնից մեկը պիտի ամուսնանա ուրիշի հետ։ Ինձ թվացել էր ուղղակի ասում ես, որովհետև ասելը հեշտ է, բայց փաստորեն դու ուղղակի չէիր ասում։